Շատ ուշագրավ են առաջին խմբի թագուհիները, ովքեր իշխել են հայոց երկրում։ Ընդ որում նրանց մեջ կան ոչ միայն հայազգիներ, այլ նաև օտարազգիներ, որոնք հարսնացել են եւ եկել են հայոց երկիր, դարձել են հայոց երկրի տիրուհիներ։ Երևանյանների եւ Արտաշեսյանների ժամանակաշրջանում Հայաստանում լայն տարածում ստացավ հելենիստական մշակույթը։ Այն զուգորդվեց հայկական զարդամոտիվների եւ զարդերի հետ, ինչի արդյունքում ստացվեցին լիովին նոր զարդամոտիվներ եւ թագերի տեսակներ։ Պետք է նշենք, որ թագերը միշտ չէ, որ եղել են մետաղական։ Արտաշեսյանների ժամանակ այն թաղիքից էր, աստառված կտորով, ասեղնագործված եւ վրան կարված ոսկյա զարդերով։ Արքան հանդիսանում էր արևի, միհրի ներկայացուցիչը երկրի վրա, իսկ թագուհին Անահիտ դիցուհու, լուսնի։ Եվ արքան եւ թագուհին, որոնք որ ներկայանում են որպես երկու լուսատուները երկրի վրա, նրանց հիմնական գործունեությունը պետք է լիներ այն, որպեսզի նրանք ղեկավարեին եւ հավասարությունը պահպանեին երկրի վրա, ինչպես եւ լուսատուները երկնքում էին պահպանում։ Միջնադարում, ինչպես արքաների, այնպես էլ թագուհիների թագերը զարդարվում էին այդ ժամանակ տարածված 4 թանկագին քարերի տեսակներով։ Դրանք էին սուտակը, շապյուղան, մարգարիտը կամ ադամանդը եւ զմրուխտը։ Վերածննդի դարաշրջանում համարվում էր, որ դրանք խորհրդանշում են 4 տարրերը՝ կարմիր սուտակը, կրակը, կանաչ զմրուխտը, հողը, մարգարիտը, ջուրը, շապյուղան, կապույտը, երկինքը։ Այս ձևով մենք կարող ենք հասկանալ, որ միջնադարում արքաներն ու թագուհիները ամենայն հավանականությամբ ընտրել են այդ 4 քարի տեսակները իրենց գունային համակարգով, որպես 4 տարրերի խորհրդանիշներ։ Ոչ բոլոր թագուհիներն են, որ կրել են արծիվներով զարդարված դիարաներ։ Յուրաքանչյուր թագուհի կրում էր իր ուրույն թագը, որը տարբերվում էր Տիգրանյան թագից։ Նրանք ունեցել են նաև հունական դիադեմաներ, որ կրում էին հունական կամ հռոմեական հանդիպումների ժամանակ, եւ թագեր պարթևական հանդիպումների համար։ Գնաս մի անգամ։ Մինչև հիմա լռություն էր տիրում։ Լիան ջան չլսես սրանց։ Լավ չէ, չէ։ Չէ, ինչ всё։ Ասեք այո։ Հələ դեռ առաջի թուղթը դեռ չեմ բրծել։ Գրավոր աղբյուրներից մեզ պահպանվել են տեղեկություններ Տիգրան Մեծի կանանցից 2-ի մասին, կամ լավ 2 կնոջ մասին ասեմ, թե չէ ստացվում է 700 հատ կին ան, չնայած կանանոց ա ունեցել։ Մի քիչ տխուր բաներով չէ պետք է ասենք։ Արա դե Ստամբուլյան կոնվենցիաներ բան, սա խառնել են աղբեր քուր։ Հա ինչ տղամարդ կիներ կարար աղբեր էլ կոչվեր։ Այս ինչ շեղում են էլի։ Բայց լավ նկատեցին, գիտես։ Հիմա ջենտլմեն հայերի մասին։ Ես մեկը։ Բրցանք։